Քաղաքացիները պարտադիր ապահովագրության փաթեթներին ծանոթանալու համար պետք է գրանցվեն Արմեդ հավելվածում։ Հարցերի դեպքում գործում է նաև Արմեդի թեժգիծը, սակայն ըստ մասնագետների զանգերի հոսքին համակարգը դեռ պատրաստ չէ։ Արմեդ համակարգը ինքը ինչ-որ ընկերություն է եւ այդ ընկերությունը ունի սահմանափակ ռեսուրս, ուստի ունի սահմանափակ օպերատորներ։ Չեն կարող այդ օպերատորները 24/7 ռեժիմով անընդհատ խոսել։ Այսինքն կամ պետք է օպերատորների քանակը շատանա, կամ պիտի գծերը ավելանան զանգերի։ Առողջություն եւ իրավունք հասարակական կազմակերպության համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանի խոսքով առաջարկվող ծառայությունների մեծ մասը գրեթե նույնն է, ինչ նախկինում պետպատվերի շրջանակում։ Պարզապես ներկայացման ձևն է փոխվել։ Ամբողջ խնդիրը նա է, որ ուղղակի քաղաքացիների ներգրավվածությունը ավելանելու է, օրինակ 65+-ը դա նոր շահառուների խումբ է, եթե պետպատվերի հետ ենք համեմատում, եւ այստեղ առողջապահական կարիքները բավականին բարձր են։ Իսկ ինչ է կատարվում բժշկական հաստատություններում եւ ինչպես են բժիշկներն ուղեգիր տրամադրում քաղաքացիներին։ Ուղեգրերի տրամադրումը նոր պահանջների բացատրությունը եւ համակարգի կիրառումը հիմնականում մնում են բժիշկների ուսերին։ Նրանք ստիպված են ինքնուրույն ուսումնասիրել օրենքը եւ զանգահարել նախարարություն պարզաբանումներ ստանալու համար, սակայն պատասխանները հաճախ ուշանում են կամ ընդհանրապես չեն լինում։